Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված և բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչների խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Ինչպես նախօրոք էինք հայտնել, բնակիչներից վերցնում են իրենց պատկանող ընդհանուր բաժնային սեփականությունը։ Հին խնդրին նոր խնդիր է առաջացել, ասում են բնակիչները։ Նոր խնդիրը ավելացել է դատախազության հետ կապված, որ դատախազությունը վարչական դատարանը դիմել, որ այդ հողամասը ու ոչ միայն այնտեղ հարակից այդ town house-ների բանի ամբողջ հողամասերը 23 տարի առաջ ապօրինի է սեփականաշնորհվել, ու հիմա ոնց որ դատարանը դիմել անվավեր ճանաչելու այդ բոլոր պետական գրանցումները, ու հիմա դատարանն էլ առանց պատշաճ քննության վեկալել բավարարել է դատախազության հայցը։ Հիմա չնայած ճիշտ է վերաքննիչ բողոք բանը ներկայացվել, բայց ամեն դեպքում դրա պատճառով մենք հիմա չենք կարողանում սեփականության վկայական ստանալ, որովհետև կադաստրը անօրինական ձևի, ասում է դատական վեճ կա, դրա համար չենք կարող պետական գրանցում անենք էլի։ Օրենսդրական փոփոխություններ են ուզում նախաձեռնել, որ այս փուլում կարողանան սեփականության վկայականները բնակարաններին տալ, բայց առանց այն հողամասերի, որոնք տվյալ հասցեի բնակիչներին է պատկանում։ Անհնար է այս առաջարկը իրականություն դարձնելը, պնդում են բնակիչները։ Բնականաբար ոչ մեկս պատրաստ չենք այդ պայմաններով փոխանցման ակտեր ստորագրելու, որովհետև կոպիտ ասած ստացվում որ պետությունը մեզ ուզում է գցի էլի։ Պետական ռեկետ է էլի, ոնց որ Բնակիչները պնդում են, որ իրենք այդ հողի համար վճարել են և պետության կողմից տրված փաստաթղթերի հիման վրա են իրենք այդ բնակարանները ձեռք բերել։ Ստացվում է պետությունը ինքն իրեն հակասում է, ասում է մեր զրուցակիցը։ Մենք այդ հողի համար վճարել ենք, ու հիմա ստացվում է, որ նույն այդ պետության կողմից տրված փաստաթղթերի հիման վրա ենք, չէ՞, մենք այդտեղ տուն առել։ Այսինքն եղել է սեփականության վկայական, եղել է նախագծի հաստատված նախագիծ ընդունություն, այսինքն այդ ոնց է լինում, որ պետությունը տենց ինքը իրան հակասում է, էլի 4000 մետր հողամասի պատմություն հիշում եք, չէ՞, այդ որ կառուցապատողը առանձնացրել էր, մենք տենց պայքարելով բան հետ վերադարձրեցինք մեր բաժան մեր հասանելի կողմասը, հիմա բնակիչների շատերի մոտ տպավորություն է, որ ինչ որ մեկը չի մարսել այդ ամեն ինչը, հիմա փորձում է այս ճանապարհով նորից այդ հողամասը բան է, էլի տենց կռվախնձոր է, էլի ուզում են այդ հողամասը մեր ձեռից խլեն, էլի։ Հիշեցնենք, որ կառուցապատող N&S Construction ՍՊ-ն նախագծով ծանրաբեռնված և կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածը առանձնացրել է, այնուհետև վաճառել իրեն փոխկապակցված մեկ այլ ընկերության Caer Mining ՍՊ-ին։ Բնակիչները դժգոհ են և ինչպես իրենք են հայտնում, առանց իրենց համաձայնությամբ է ամեն ինչ տեղի ունեցել։